2.5 տարի առաջ Գազպրոմը հեռախոսով հայտարարություններ էր տարածել, որ թոշակառուներին որպես նոր տարվա նվեր ուզում են խաղարկություն կազմակերպել, այդ դրա համար եթե ներդրում է նկատառում Եթերում ենք մենք այս բան դուք շարունակեք։ Եթե ներդրում են կատարում, խաղարկությունա լինելու շահելու են գումար։ Ես ներդրում եմ արել, հետո Եք ներդրել։ սկզբից դրել էի 50,000, հետո ասին դա քիչ է, մինիմումը $500 պետք է լինի, ավելացրի դարձրեցի $500, հետո անցավ որոշ ժամանակ զանգեցին, թե շահել եմ $1,300, բայց ստանալու համար պետք է վճարեմ։ Վճարեցի 80,000, հետո այդ իրանք սխալ էին ասել ինձ տվյալները որտեղ ուղարկել էի, ասին նորից ուղարկի, մենք այդ քո 80,000-ը հետ կուղարկենք, նորից 80,000 ուղարկեցի, հետո իրանք չուղարկեցին, հետո ուրիշ տեղից զանգեցին, բա 300,000 ուղարկի, մենք քո փողը կտանք եւ այդպես շարունակ։ Կասկածներ չառաջացան։ Չէ, կասկածներ չառաջացան, որովհետև գիտեք, շատ էի ուզում իմ ներդրած գումարը ստանալ։ Ու միշտ շատ համոզված էին խոսում, որ անպայման վերադարձնելու են իմ գումարը։ Հետո նենց ստացվեց, որ գումարս գնաց շատացավ։ Ամեն անգամ տարբեր կազմակերպություն պայմանագիր էին գրում, ստորագրում էին այդ իրավաբանները, ովքեր ինձ ուզում էին օգնեին օրինական ստորագրություններով, բանով։ Իսկ դուք կարդում եք Իհարկե կարդում էի, իրանք օրինակ ուղարկում էին, ես տանում էի, տպում էի, ստորագրում էի, նկարում էի, հետ էի ուղարկում մի քանի կազմակերպություններ։ Դա որ գումար եք շահել այդ մասին էր այդ պայմանագիրը։ Չէ, իմ կորցրած գումարը հետ բերելու մասին էր։ Ու այդ ձևի գումարս դարձավ 19 միլիոն հայկական դրամ։ 19 միլիոն կորցրել եք։ Այո։ Բայց մի անգամից չեմ տվել, էլի քիչ եմ տվել։ Լավ, բայց քանի որ Հետո ասեցին այդ 19 միլիոնը այդ վերջի կազմակերպությունը Թրամփ իրավաբանական կազմակերպությունը, Թրամփ, հա։ Այդ ասին դուք բանը հավելվածը բանկի բացեք, մենք տեսնենք որտեղ է հարմար ուղարկենք այդ գումարը, որ բացեցի, տեսան, որ բանկում ես 15 միլիոն փող ունեմ, իմ անձնական փողը բանկում ունեմ, ասին չէ, պետք է դա անպայման հանվի, որ ազատ հաշիվ լինի, որ կարողանանք դա ուղարկենք։ Այսինքն իրենք ինչպես են իմացել ձեր բանկայում հաշվում Ես եմ բացել հավելվածը։ այսինքն դուք հանդիպել եք դեմպիմաց իրենց։ Չէ, հեռախոսով, ամեն չէ հեռախոսով, դիմոնստրացիայով միացնում եմ բանը, հեռախոսը, իրանք տեսնում են։ Լավ, բայց այս տարիների ընթացքում երբևէ չի եղել օրինակ, որ Գազպրոմը այդպիսի բան կազմակերպի։ Ձեզ համար դա խնդրահարույց կազմակերպել է, այս վերջերս էլ կար Գազպրոմի հայտարարությունը։ Չէ, դա երբ որ մի անգամ արդեն խաբեության զոհ եք դարձել, չեք մտածում, որ կարող է դա եւս խաբեություն է։ Ես այդ ժամանակ Գազպրոմը չէր ներկայանում, ներկայանում էր իրավաբաններ, իրավաբանական կազմակերպություններ, որոնք պայքարում են հանցագործության դեմ եւ ինձ օգնում են վերադարձնեմ իմ գումարը։ Ոչ չեն ասում են գողենք, քեզանից ավելի շատ են գողանում։ Բայց դա երևի Ես գալիս եմ 2 տարուց ավել քննչական կոմիտեում գործերս դրված է։ Գալիս եմ ասում եմ, ես ինչ համարից զանգում են ինձ, սենց բան են ասում, խնդրում եմ միած ստուգեք, ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Դա արդեն կորցնելուց հետո թե Մինչև կորցնելը, դեռ տեսնում եմ ոչ մի բան չէին անում, ես էլ իմ գլխու էի անում։ Հիմա որ նոր Գազպրոմին նորից հիշատակեցիք, ինչ որ խաղարկության եք մասնակցում հիմա։ Հիմա ոչ մի բանի չեմ մասնակցում, հիմա հնարավորություն չունեմ, որ մասնակցեմ։